Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ես Օֆելիա Կամավոսյանն եմ, հանրային ռադիոյի եթերում կրկին երկրորդ շնչառությունն է, առաջին հայկական մեդիա նախագիծը, նախատեսված ավագ սերնդի ներկայացուցիչների համար։ Մենք անդրադառնում ենք 60 եւ ավելի տարեկան անձանց ուզող բոլոր թեմաներին՝ առողջ ապրելակերպ, հոբիներ, աշխատանքային իրավունք, վաստակած հանգիստ։ Հաղորդման հաջողության պատմությունների շարքում մենք ներկայացնում ենք այն անհատներին, որոնց կյանքը եւ գործունեությունը կարող է ուղենիշ լինել բոլորիս համար, այնպես որ նոր թափ եւ երկրորդ շնչառություն Այսօր ես հյուրընկալել եմ Սերգեյ Քեչեկին, հայ մանկավարժ, պրոֆեսոր, արվեստի վաստակավոր, գործիչ, բարի օր ձեզ, շատ շնորհակալ եմ, ես պատիվ եմ համարում, որ դուք այսօր տաղավարում եք, շնորհակալություն, որ եկաք։ Ես էլ ուրախ եմ։ Ինչ է նշանակում ձեր ազգանունը, որտեղից է գալիս։ Ես գիտեի մանկությունից, որ Յանը հանված էր ազգանունից, բայց ինչ պատճառով չգիտեի։ Դրան այդ հանգամանքը ինձ հետաքրքրում էր եւ 1989 թվականին, երբ որ նոր Նախճիվանում Հայաստանի մշակույթի օրերն էին, ես այդ կազմում էի պատվիրակության եւ այնտեղ առիթ եղավ իմ մասին իմացել էր մեկը մի մարդ Յուրի անունով եկավ հանդիպման։ Պարզվեց, որ դա Յուրի Քեչեկյանց է։ Եվ ճիշտ է, երաժիշտ չէր, բան չէր, ինքը ինժեներ էր, տեխնոլոգ էր, բայց պատմեց, իր պատմելով եմ ասում, թե ոնց է պատահել, որ ինքը Քեչեկյանց է, ես Քեչեկ։ Ժամանակին, երբ որ հայերը տեղափոխվել են Ղրիմ, հետո Ղրիմից Նախճիվանում եղել է իմ նախնիներից մեկը, Քեչեկյանց ազգանունով ունեցել է երկու որդի, երկուսն էլ եղել են բժիշկներ, եւ հայրը նրանց համար փողոցում կողքի կառուցել է տներ, որտեղ իրանք բացի հիվանդանոցից աշխատելու զբաղվել են եւ մասնավոր պրակտիկայով եւ երկու շենքերի վրա գրված է բժիշկ Քեչեկյանց Եվ հիվանդները հաճախակի շփոթել են, թե որ դուր պետք է ծեծեն, հայրը մի գեղեցիկ օրան ասում, ամբողջ կյանք հալա երիտասարդ եք, տասնյակ տարիներ դեռ պետք է հիվանդուն տունեք, եկեք բան անենք։ Մեկը դառը բժիշկ Քեչեկյանց, մյուսը դառնա բժիշկ Քեչեկը, դիանցը հանենք, որպեսզի հիվանդները իմանան չշփոթեն ու մենք գնում։ Այսպեսի պատմություն պատմեց այդ Յուրի Քեչեկյանցը, որ երևի մյուս եղբոր շարունակություն։ Շարավիղներից էր։ Ձեր պապներ եւ երբ ձերոնք արդեն նոր Նախիջևանից եկան Երևան։ Ձեր պապը եկա որքանով ճիշտ եմ հասկանում։ Պապը ժամանակին երբ որ դառնում է հայտնի վիրաբույժ, սկսում աշխատել եւ Վրաստանում եւ Գերմանիայում եւ Պետերբուրգում եւ այլն, բայց քանի որ Մյասնիկյանը նոր Նախճիվանից եկել Հայաստան եւ ղեկավարել մեր կառավարությունը, վարչապետ ա եղել, որոշում ա կայացրել ում որ ճանաչել է, ում որ հիշել է, բավականին մեծ մտավորականներ եւ նկարիչներ, ճարտարապետներ, բժիշկներ, գիտնականներ Ականավոր դեմքերի հրավիրել է Հայաստանի առաջին հանրապետություն։ Եվ միշտ ինձ զարմացնում է, որ մարդիկ թողնելով Պետերբուրգը, Բերլինը, չգիտեմ, Փարիզը եւ այլն, հանուն հայրենիքի, հանուն հայ ժողովրդի, հանուն իրանց ժողովրդի ապագայի թողնում են պետականության պետականությունը առաջին անգամ վերջին 600 տարիների ընթացքում թողնում են իրենց բարեկեցիկ կյանքը, գալիս են Հայաստան եւ երկար տարիներ բավական դժվար պայմաններում ապրում են Կոնդի շենքերում, Կավաշեն, Վարչով եւ այլ մինչեւ 30 թիվը 30 թե 31 թվականին արդեն կենտրոնի քարտուղար Աղասի Խանջյանը բոլորին հրավիրում է իր մոտ եւ բանալիներ հանձնում է Աբովյան փողոցի 62-ին ժամանակ շենքը լրիվ տրամադրում է նվիրյալ մտավորականներին, որոնց հրավիրել են Հայաստան, այդ պատիժում ապրել հենց դեմդիմաց իմ Համբարձում Քեչեկի ապրում էր Թերլեմեզյանը, նկարիչ, առաջի արկում ապրում էր Դոնբայևը, ջութակահար, Հայկանուշ Դանելյանը, երգչուհի, Գյուրջյանը,
Մի խոսքով շատ հետաքրքիր շրջան է եղել, էպոխա է Աճարյանը, Տերտերյանը կողքի պատերազմում, այսպես սկսում է իրենց Հայաստանի կյանքը ու մնում են մինչև վերջ բոլորը զգալի բաներ։ Թամանյանը ճարտարապետությունն է, բանանը Համբարձում քիչիկը վիրաբուժության հիմնադիրներից է, Մարտիրոսարյանն էլ է լինում այդ հրավիրվածների մեջ։ Ձեր հոր մասին պատմեք, ձեր ընտանիքի եւ երաժշտությունը բժիշկներից, ինչպես բժիշկ պապից, ինչպես արդեն դուք երաժշտություն ընտրեցիք։ Հայրս ընդհանրապես չի զբաղվել այդ կրթությամբ, երաժշտության, ինքը ինժեներ է, խոշոր, զբաղվել է դժվար sense կոնստրուկցիաների կառուցումներով, ինչպես ասենք Կանադայում նույնիսկ կառուցել է բաներ, այդ մոստերը ոնց են կամուրջներ, երկար կամուրջներ ճապոնական բաներով, սիստեմայով առանց հենարանների, պատկերացնում եք։ Իսկ Երևանում կան կառույցներ, որ հենց ձեր հոր հետ են կապվում։ Ինքը գիդրոտեխնիկա եղել, ինքը կառուցել է մի քանի մեր նոր մինչև 30-ական թվականի կառուցած մեր հիդրոկայանները։ Մեկը հենց Ալավերդու կողքը դեպի գետի վրա։ Իսկ դուք ոնց դարձաք երաժիշտ։ Մայրս զբաղվել է երաժշտությամբ, նույնիսկ Ռոմանես Մելիքյանի ստեղծած այդ նորաստեղծ ստուդիան, հետո դարավ կոնսերվատորը, սովորել է մինչև 4-րդ կուրս, հետո վերջում, չգիտեմ, ոնց ավ եղել, թողել է, գնացել է Պոլիտեխնիկի ինստիտուտ, եւ այնտեղ էր արդեն քան դարել է ինժեներ, հանդիպել է հորս, ու տենց ստեղծել։ Ճակատագրական հանդիպում է եղել։ Բազմատաղանդ մարդիկ են եղել։ Գենով այսպես նայում ենք, պապիկը բժիշկ, ապու պապերը բժիշկ, հետո տեսնում եք իմ պապիկիս կողմը, Համբարձումի կողմը, բոլորը ուզում էին, որ ես բժիշկ դառնամ, որտեվ երկար ժամանակ չի եղել բժիշկներ, ասում են վերջապես դառնա մեկը բժիշկ։ Ու հորաքուրիս աշխատում էր բժշկական ինստիտուտում, բիոքիմիա էր դասավանդում, ֆիզկոքիմիա եւ այլն, նույնիսկ սկսեց ինձ հետ պարապել։ Ես այն վաղտը 10 տարի էր դպրոցը, Չայկովսկու դպրոցը ես սովորում, 19-րդ դասարան սկսեց քիմիա պարապել։ Մյուս տարի ֆիզիկա ավելացավ, բոլորը համոզված են, որ ես ավարտում եմ եւ գնում եմ բժշկական ինստիտուտ։ Ես ավարտում եմ Չայկովսկու դպրոցը, վերջին համերգը այնտեղ հաշվետու եզրափակիչ նվագում եմ, վերցնում եմ գործերս եւ գնում եմ կոնսերվատորիա։ Դրանով ավարտվեց իմ բարեկամների ջանքերը ու տանջանքները։ Դա որ թվականին էր։ Դա որ թվականին էր։ 59։ Հետաքրքիր է, որ 59 թվականին ընտանիքը դեմ չեղավ ձեր որոշմանը, կամ եթե դեմ էր թողեցին, որպեսզի դուք ինքներդ որոշեք, վճռեք։ Դե մայրս դեմ չէր, որտեվ կիսով չափսեր երաժշտան կարելի ասել երաժիշտ էր, բայց տենց ստացվեց եւ իհարկե երևի ճիշտ է դա էր։ Փոշմանել եք այդ որոշման համար։ Չէ, չեմ փոշմանը։ Հետո տարիներ անց թորնիկ ածնվում ինձ մոտ Էստոնիայում, անունը Համբարձում։ Պատկերացնում եք։ Երաշտ է։ Ուրեմն Համբարձում մի քանի տարի առաջ ավարտում է դպրոցը, հույս ենք դնում, որ վերջապես նոր Համբարձում քիչիկ կծնվի, բժիշկ դառնա։ Նա չգնաց այդ գծով։ Երաժիշտ դարձավ։ Չէ, նա գնացել է ժամանակակիցս մասնագիտությունների գծով։ Գեննա ինժեներ է, ինչ որ դες բան։ Հրաշալի է, գենային ինժեներիա, հրաշալի է։ Դες բաներով դա չստացել, դա բժշկությունը ավարտվեց մեր։ Դե դեռ չի ավարտվել։ Դա կարող է կան այլ։ Երաժշտությունը ձեր կյանքում ինչ տեղ ունի։ Երաժշտությունը իմ կյանքում կյանքի իմաստն է եղել, կյանքիս ամբողջ զբաղմունք է եղել։ Ճիշտ է, մի 30 տարի ես մանկավարժության հետ զբաղվել եմ եւ վարչական աշխատանքով։ 3 տարի եղել եմ Սարեջյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն, այնուհետև եղել եմ 13 տարի մշակույթի նախարարության էլի
վարչության պետ ուսումնական հաստատությունների էլի զբաղվում էր երաժշտական արվեստի գեղարվեստի դպրոցներով դրանից հետո 15 տարի Սպենդիարյանի դպրոցն եմ ղեկավարել խոսքով բայց երբեք չեմ թողել մանկավարժությունը միշտ աշխատել եմ կամ Ռոմանոս Մելիքյանի ուսումնարանում կամ Սպենդիարյանի դպրոցում կամ Չայկովսկու դպրոցում կոնսերվատորիա միշտ թեկուզ քիչ, թեկուզ ժամավճարով, բայց երբեք չեմ թողել այդ աշխատանքը։ Սիրով եք, որովհետև սիրով եք անում այդ գործը։ Եվ արդեն 95 թվականից լրիվ անցա արդեն միայն մանկավարժության, հիմա աշխատում եմ 3 տեղ, ունեմ փոքրից Ինչքան փոքր 6 տարեկանից Չէ, այդքան չէ 9-10 տարեկանից մինչև մագիստրոսներ եւ ասպիրանտներ դրանց մինչև 25 տարեկան այդ ամպլիտուդան կա իմ աշակերտների եւ ուսանողների մեջ Դուք արդեն ասացիք որ 3 տեղում աշխատում եք հիմա ճիշտ ժամանակն է ձեր տարիքը ասելու այս հաղորդման շրջանակում այդ հարցին ազնիվ ուղիղ պատասխաններ են հնչում քանի տարեկան եք Ես այս տարի կդառնամ 84 աշնանը Տարիքը զգում եք աշխատունակությունը պակասել է էներգիան, թե տարբերություն չկա, ուղղակի թվեր են։ Չի պատկերացրեք աշխատում եմ եւ նայում եմ իմ ընկերներին շրջապատում ովքեր թողեցին աշխատանքը ոչ թե իրանց ուղարկեցին, իրանց կամքով գնացին բան, շատերը հիվանդացան, շատերը շատ փոխվեցին, շատ ծերացան, դեպրեսիվ վիճակի մեջ են Ես գտնում եմ, եթե մարդը կարող է դեռ աշխատի, պետք է աշխատի, որովհետև միայն աշխատանքն է պահում մարդուն եւ կենսունակ։ Այո, կենսունակ եւ ձիգ։ Մենք արդեն խոսեցինք, որ երաժշտությունը արվեստի այն բնագավառներից է, որ ամենաշատն է մարդու հոգուն դիպչում։ Դրա մասին երաժշտության ֆենոմենի մասին, որ կարող է կյանքեր փոխել, ճակատագրեր նաեւ փոխել։ Դուք ձեր գործունեության ընթացքում համոզվել եք սրանում։ Ես զգում եմ, որ երաժշտությունը թվում է չեն նեղանա մյուս բնակավարների ընկերները, երաժշտությունը իսնում է թակույն արվեստների, որտեվ երաժշտությունը բոլորն է լսում։ Ուզում է ինչ տեսակի, ուզում է ջազ լինի, ուզում է էստրադա լինի, ուզում է ժողովրդական լինի, ուզում է դասական լինի, չկա մարդ, որ ինչ-որ մի ձևով կապված չլինի երաժշտության հետ։ Իսկ ինչ վերաբերում ասեն գեղարվեստին, կարող է դժբախտաբար, կարող է գտնես մի մարդու, ասես ով է Մարտիրոսյանը, չպատասխանի այդ հարցին։ Իսկ երաժշտությունը կարող նոր Արամ Խաչատրյան հաստատ բոլորը կասեն, ով է, եւ երաժշտության հետ միշտ է բան են, որտեվ ամենուր է երաժշտությունը, տանը երաժշտություն է, հարսանիքը երաժշտություն է, նույնիսկ թաղումը էլի երաժշտություն է։ Ժամանակին հիշում եք բանով են, չէ։ Հիմա էլ դնում են տխուր երաժշտություն, դասականել են դնում, Մոցարտել են դնում եւ այլն։ Մի խոսքով երաժշտությունը առանց երաժշտության ինձ թվում է մարդ չկա աշխարհի երեսին, որ կարողանա ասի, որ ես երաժշտությունից ոչ հեռու մարդ եմ։ Գոնե լսում են։ Ինչ վերաբերում դասական երաժշտությանը, կարծում եմ, որ պետք է ասեմ, որ Հայաստանը բացառիկ երկիր էր սովետական միությունում, այդ իմաստով։ Երբ որ ես դառա այդ վարչության պետ, Հայաստանը գործում էր 56 երաժշտական դպրոց, 12 տարում Իշնորիվ մեր նախարարների, այնտեղ Կամուլ Դումյաններ, հետո Պարսամյանը, գիտության դոկտոր էր, նրանց օրոք Եվ Մոսկվայի բավականին բարի ներդրումով, համաձայնությամբ, Հայաստանում բացեցինք ուղիղ 100 դպրոց։ Կրկնակի ավելացավ։ Դրանց մեջ ուրեմն ավարտեցինք երաժշտականները, բոլոր շրջկենտրոններում, մեծ գյուղերում եւ անցանք արվեստի դպրոցների, երաժշտական եւ գեղարվեստ։
Հետո առանձին գեղարվեստի դպրոցներ բացեցինք շատ տեղերում։ Մի խոսքով բավական մեծ լուսավորության շրջան է եղել։ Հա, Մոսկվան լավ ֆինանսավորում։ Դե Մոսկվայում փոքր պետություն է, այդ գումարը այդքան մեծ չէր էլի։ 1 միլիոն տային կամ 2 միլիոն, բայց ես կարծում եմ միշտ չի որ գումարի խնդիրն է, այլև կարևորելու։ Այո։ Դե պետք է ասեմ, որ բոլորն էլ ոչ մեկը չէր խանգարում։ Շատ մեծ բան էին, այսպես օգնություն էին ցուցաբերում Մոսկվային։ Հիմա որ ասեմ 12 տարվա մեջ Հայաստանը ներմուծվել, երբ որ գնում էի արդեն տեղափոխվում էի նոր Սպենդիարան դպրոց, իմ տեղակալն ասի Հակոբ մի հատ բացառատեսնեք ինչ ենք առել երաժշտական գործիք, մանր պետք չի տամ, ֆլեյտա եւ դաշնամուր եւ ռոյալներ։ Ասեց, մի քանի րոպեից բացեց այդ արխիվները, մի րոպե շատ աշխատասեր, շատ ակուրատնի մարդ էր, ասեց 444 հատ ռոյալ ենք բերել Հայաստան եւ 1260 դաշնամուր։ Երևի երաժշտական դպրոցներից շատերում մինչև հիմա օգտագործում են հենց այդ գործիքները։ Որտե մտնեք այդ տարիների ռայոները կանացեն, այն հները սաղ բանարիցինք, այն հնավոճ կա, կլոր բաներով, գիրեք ոտքերով բաներով, բեկերը բանը կամաց դա վերացրեցինք, մտածեցինք այդ դպրոց ոնց բանանենք, երբ որ եկա Սպենդիարով դպրոց, այնտեղ ինձ օժիտ տվեցին, Մինիստրությունը մի 22 հատ ռայալ բերեցի 40 օրում։ Տարբեր գործիքներ, հիմա սաղ շարել են ներքև, եկել եմ արդեն տնօրեն դառնում, չգիտեմ, ով պետք է այսքան բան բացի, բարձացնի։ Մեկը ասեց, լսի, արի զանգ տանք զինվորական մասեր, բոլորը բան ունեն, մշակույթի դահլիճներ ունեն, բաներ ունեն, համերգային, արես հին ռայալները նվիրենք զինվորներին, շատ կարող են լավ այնտեղ համերնվագել, համերգներ անցկացնել։ Մասնագիտական չի իրենց համար։ Հա, իրանք էլ գան մեզ օգնեն այս գործիքները բարձրացնել։ Սենց մի քանի բանից եկան զինվորները, մենք նվիրեցինք այդ զինվորական մասերի այդ հին գործիքները, իսկ դրանք էլ օգնեցին, սա բարձրացեցին, շարեցին այդ դասարանները մեր այդ նոր ռայալներ հատկապես ծանր են շատ։ Դուք ասացիք, որ աշխատում եք 9 տարեկանից մինչև արդեն երիտասարդներ, տասնամյակներ շարունակ սերունդների հետ շփվել եք, ինչ եք տեսնում։ Գնալով արվեստի ավելի տաղանդավոր երեխաները շատանում են, ավելի սեր կա դեպի արվեստ, ավելի հակումներ, թե Գիտեք 90-ականներից երբ որ պատերազմ բան սկսվեց, իհարկե շատ փոխվեց այդ If for լույս չկար, ջերուցում չկար բան, օրինակ ես Սպենդիարը հիշում եմ, դարել էր 1000 աշակերտից իջել էր մինչև 300, 350, իսկ հիմա երեք ես այնտեղ գնացել էի այդ ցուցակը հարցրեց ես ինչքան այսօր, ասեց էլի այնքան ինչքան ձեր օրոք էր Էլի նորից գալիս են, նորից սերը սկսվել է, դե այնտեղ շատ լավ պայմաններ են, լավ քաղաքապետարանը լավ վերանորոգեց դպրոցը, լույսը բանը շատ գեղեցիկ ամեն ինչ արված է, եւ այնտեղ հիմա էլի 1000 երեխա սովորում է։ Չհաշված որ կիցել կա ուրեմն կից, մի հատ բարային բաժին եւ գեղարվեստի բաժին կա նույնիսկ։ Դա էլ առանց, նո այտենց Սիրողական, այո, որ մարդը երբ որ տարիքում երբ ուզենա հնարավորություն ունենա։ Մնաց մասնագիտական երաժշտական դպրոց, որին կից գործում է նաև ցանկացողները գալիս են այդ երկու մասնագիտություններով սովորում։ Դուք ձեր օրվա մեծ մասը աշխատանքային ժամերի անցկացնում եք ուսուցանելով, թե դուք ինքներդ էլ ցանկություն ունեք բացելու դաշնամուրը, ռոյալը ու կատարելու։ Նստում եմ երեխաների կամ մեծերի կողք, իհարկե ցույց եմ տալիս, բացի խոսելուց, երբ որ երբեմն ցուցադրում ես ինչ ես ուզում, ինչ ձայնով ես ուզում, ինչ բնույթ ես բացադրում, իհարկե ցույց եմ տալի։ Մատները նույն ճարպկությամբ նվագում են։ Հա։ Սիրում են երեխաները, դասի գալիս են լավ։ Դուք ասացիք, որ կներեք, դուք ասացիք, որ երաժշտությամբ զբաղվող երեխաները
տարբերվում են ու նույնիսկ էքսպերիմենտ էի կարել, դրա մասին պատմեք։ Երբ որ մշակույթ նախարարությունը աշխատում էի, մի անգամ ենք Ալավերդի ու այնտեղ համերգ էր, երկչախում, բանից դպրոցի հաշվետու համերգն էր։ Մյուս օրը ես տնօրենին ասում եմ, եկեք բան անենք, այս բոլոր երեխաները ասել, հետո Ալավերդում շատ նենց կիրթ ժողովուրդ էր, իմիջարից ապրում, ինձ համար շատ նենց հետարքիր էր, տարբերվում էր ինչ-որ բանով, ասի դուրս գանք, մի որը դպրոցի իմացեք, երբ մասսայական ավարտվում դասերը, 1-ին, 2-ին, մի հատ գնանք այդ դպրոցի առջև կանգնենք, այդ երեխաները դուրս գան, ու ամեն մեկս որոշենք, որն է գալիս ձեր դպրոց, դուք լռեք, որտեղ դուք ճանաչեք ձեր երեխան, ես։ Երաժշտական կրթություն ստանում են, թե չեն ստանում։ Եվ պատկերացեք, եթե 10-ից 9 ես ճիշտ որոշեցի դեմքերով, իրանց պահվածքով, իրանց աչքերով, չգիտեմ, եւ այլն, ճիշտ որոշեցի, որ դրանք սովորում են երաժշտական դպրոցում։ Հրաշալի է։ Դուք ասացիք, որ երաժշտությունը բոլորիս կյանքում կա, տարբեր ոճերի, շատ են քննադատում 6-8 երաժշտությունը, շատ հանրամատչելի, անգամ ինչ որ արևելյան ելևէջներով, որ հայկականին բնորոշ չէ, սրան ոնց եք նայում, արդյոք անգամ այդ երաժշտությունը լսելը օգտակար է, թե ընդհակառակը։ Ես իմ դիտարկումը, եթե թույլ տաք կասեմ, ոնց որ սահմանափակ նոտաների մեջ ինչ-որ մի բան տեղի ունենա, որ անընդհատ այդ կրկնությունը նույնիսկ կարծես թե հոգնեցնի, բայց երբ որ դասական երաժշտություն ենք լսում, այդ հանգուցալուզումները ոնց որ ավելի մտահորիզոնդ բացվի, այսպեսի ես տարբերություն եմ զգում եւ սա լսելուց եւ այն։ Ձեր կարծիքով։ Իմ կարծիքով, եթե մարդը սիրում է ինչ-որ ինչ երաժշտություն սիրում է թող լսի։ Բանով, դրա համար, որպեսզի այդ վերանաս ճանապարհը, անճաշակը, յանվորակը, այդ դրա համար մենք ունենք հիմա 100 դպրոց, ավելի երևի Հայաստանում, մոտեցնում են երեխաներին դասական երաժշտությանը, ավելի լավ արվեստին, բարձր արվեստին, լավ կատարողներին, չկան հիմա լավ համերգներ են լինում, օրալինում 3-4 համերգ լինում տարբեր դարիչներում Երևանում, շատ լավ գործունեություն է ծավալում հիմա մեր հայ ֆիլհարմոնիան, որ հիմա բանում է Բաբաջանյան դալիճի շենքում են գտնվում, ինձ թվում է պետք չի բռնանալ, բայց ցույց տալով լավը հնարավոր է բարձրացնել երաժշտական ճաշակը։ Ունեք ես երեխաները, որ գնում են երաժշտական դպրոց, ես համոզված եմ ամբողջ կյանքը կապված կլինեն երաժշտական։ Թող հետներ, ունեք ես բան ունեմ, մի հատ շատ լավ տղա ունեմ, սովորում Գյումրիում ունեմ 2 ուսանող, մեր կոնսերվատորիայի բանն է, չէ, այնտեղ մասնաճյուղն է։ Շատ սիրում է ռեփ երել։ Դու հիմա ինչ ասեմ, մի լսի, թող լսի։ Դրանց հաճույք է ստանում եւ երբ որ գնում է Երևան ու գալիս 3 ժամ էլ գնում 3 ժամ գալիս է, չէ՞։ Ասում դե հարություն, բանա, գնալուց ռեփ լսի, գալուց դասական։ Կիսիր, ասեցի այդ ճանապարհը 6 ժամ։ Մայստրո, ինչի կարիք ունի հայ մարդը, մտավորականը, վաստակ ունեցող մարդը։ Ամենաշատը ինչ է հարկավոր նրան երկրում։ Երևի պետք մի քիչ ուշադրություն է երևի առաջի հերթին, որտեղ ունենք շատ լավ երաժիշտներ բան, ունենք ես նորը հաշվեցի լավագույն իմ սաները, մոտավորապես 9-10 հոգի, հիմա Հայաստանում չեն։ Եվ նոր մտածում էի, կոնսերվատորիայում աշխատում է հրաշալի կազմ։ Մեծ մասը 60-ից անց են, այդ կարկառուն, մեր դեմքերը, մասնագետները, վաղ մյուս օրը ով փոխարինի նրանց։ Ով է փոխարինելու։ Ով որ պետք է փոխարինի ինձ, իմաստ չի։ 10 հոգուց գոնե 5-ը մնային։ Ժամանակին ես հիշում եմ 90-91 թվականին մի հատ բան հրավիրեցին, որտեղ սկսվել էր այդ արտագաղթը, հավաքվեցինք եւ ես առաջարկեցի
ասի գիտեք նախարարը չեմ հիշում ով էր, ասի եթե Հայաստանում օր ու գիշեր հավաքենք 100 շնորհալի մասնագետ կլինի։ Բոլոր աչքի գնող էլի որ ժողովրդական արտիստ կլինի, չգիտեմ, ջութակար կլինի, Ժանտեր Մերգերյանի նման եւ այլ, ասի 100 հոգուն եկեք առաջարկենք $100 Այն ժամանակ դա ոնց հիմա ասես 1000 $100 առաջարկենք, որ նրանք չմտածեն գնան մեկստե մեկընդեղ։ Ну, լսեցին, համաձայնեցին, բայց ոչ մի բան չձեռնարկեցին եւ ասչան նույն Ժանտեր Մերգերյան թողեց Հայաստանը գնաց Մարսել, վերադարձավ իր այնտեղից որտեղից եկել էր եւ այդպես ասչանաբար գնացին։ Մոկացյանի նման ջութակար հրաշալի գնաց դասավանդելու Հունաստան կլիման թե ինչ չգիտեմ ված ազդեցիրավերն մահացավ դրանց հետո շատ բայց պետք էր պահել Հայաստանում ինչպես որ հրավիրեցին 1920-ականներին պատմեցին դրսից էին կանչում բայց ներսում չենք պահում այո ընդդեմ ժամանակին կանչեցինք այդքան մարդ այստեղ թողեցինք հանգիստ գնան Նույնիսկ չեմ ուզում անուն տամ, մի դիրեկտոր ունեինք, նույն խոսակցությունը գնաց, ասի, մի բան արեք, էլի ափսոս այս երիտասարդությունը սա, մի օր գանք շատ մի մեծ խնդիր կլինի մասնագետների։ Ասի, ոչ մի դեպքում պետք չի խանգարել թող գնան, ուզում են թող գնան, թող Հայաստանը ճանաչել տան։ Ասի, Հայաստանին ճանաչել տան, որ հետո Հայաստանը անճանաչ դառնա, ասի վերջում։ Այդպիսի մարդիկ էր կային, որ գտնում են շատ լավ է, թող գնան։ Ինչքան գնան, այնքան լավ։ Դուք ձեր խոսքում արդեն ասացիք, որ ձեր տարեկիցները ավելի փոքրերը, երբ որ թողնում են աշխատանքը, երաժշտությունը, իրենց ավելի լավ չեն զգում։ Ընդհանուր առմամբ ինչ կասեք 60-անց մարդկանց, որ թոշակի են անցնել կամ անցնելու են, ինչպես դասավորեն իրենց կյանքի երկրորդ փուլը, եթե կարելի այդպես անվանել, որ հետաքրքիր լինի իրենց կյանքը, բովանդակալից, իրենք գոհ լինեն իրենց կյանքից։ Ну դժվար է, գիտեք, ամբողջ օրը առանց աշխատանքի ինչ որ բանով լրացնել։ Նա կարող են համերգների գնան։ Իմ տեսամ համերգները շատ թանկ են հիմա դարել, բավական 4000, 5000 նույնիսկ գնա թոշակառուն չի կարող ամեն օր իրան թույլ տա այդ հաճույքը։ Շաբաթը մեկ էլ չի կարող։ Ну կնասենք շաբաթ մեկ մի կերպ կարող երեխաներ ունի, կարող մենակ չի բան, բայց բոլոր դեպքերում ես կարծում եմ որ ինչքան հնարավոր է պետք է մնան աշխատանքի եթե իհարկե իրանց 63-ում չեն ուղարկում թոշակի օրենքը հիմա արգելում է արդեն չէ այո օրենքը այլևս թույլ է տալիս որ մինչև վերջ մարդ աշխատի քանի կարող է կոնսերվատորիան այդ տեսակետից բացառիկ էր ես չեմ հիշում որ որևէ մեկին ուղարկեին թոշակի տարիքի պատճառով միայն գնացել են թոշակի նրանք ովքեր մնացել են առանց ուսանողի առանց աշակերտի որտեղ մեզ մոտ չեն կարող ես եթե ինձ մոտ ավարտել է Չայկովսկու դպրոցը եթե գալիս է կոնսերվատոր եւ ուզում է ինձ մոտ սովորել ոչ մեկը չի կարող նրան զորով ուղարկել ձեզ մոտ սովորելու ուսանողներն իրենք են ընտրում անհատականները խմբակայինը չէ բայց անհատական պարապմունքները ինքը ընտրում է Դե մեծ մասը եթե գալիս են դպրոցներից նույն դասատուին մոտ ուզում են շարունակեն դրա համար ես միշտ խորհուրդ եմ տվել կոնսերվատոր դասախոսներին միջին օղակում աշխատելու որ իրանց համար իրենք պատրաստ են տեսնեն պոտենցիալ կադրերին եւ տանեն իրանց համար պատրաստ են որ գան հետո իրանց մոտ էլ սովորեն նու մի քանի հոգի տեն ձերկվեցին աշխատանքից այդ պատճառով որ արդեն չկար բայց ոչ մեկին չեն ուղարկել ասեն գիտես վերկած գնա Այս բան չէ մեր կոնսերվատորը Շատ շնորհակալ եմ բարին քեչեք լավ զրույց ստացվեց չէ բարի հանդարտ Ափսոս դաշնամուր չունեինք մի բան էլ կնվագեիք Մի բան պատմում շատ հետաքրքիր կլինի մի անգամ մի կին եկավ Սպենդիարյան դպրոց կարելի է խնդրեմ ով եք ես Երաշե Չարենցի դուստերն եմ փշաքաղվեցի մի րոպե ինձ թվում է որ Չարենցի ռոյալը մեծ Ամերիկային այս դպրոցում կարող եք ինձ օգնել մի հատ նայենք
ասենց հիշողության մասի հին ռայելներից ով այդպես հին ոչի ավելի նոր գնացինք մի դասարան ասում ոնց պետք է ճանաչեք ասում եթե բացեք կապարիչը ներսից խազ կա սենց այն որ բարձրացնում են չէ որ փայտը ինքան են տալու հա քերված է բարձրացրեցինք վազը այդ խազը տեղում էր վայ այդ կինը ընկավ է դաշնամուրը նենց էր լացերնում չեք կար պատկերացնել հետո զանգ տվեցի մինիստրության մի վաղ խարազաններ մարատը ասի մարտարցանցից բանա ասի մի հատ ռոյալ տվեք այս տանք տուն թանգարանին Չարենցի թող գնա իրա վերադառնա իրա տունը նվագել է Չարենցը չի դե ունեցել չգիտեմ կան նվագել են կարող սովորել են կարող է ստացել ժառանգություն չգիտեմ ամենևս դրալ գնաց վերադարձավ իրա դե բան կոնֆիսկացրել են չէ բոլորը իր 37 գնդակարել են կոնֆիսկացրել ռայելի երևի առաջի հերթին ու տվել են Սպենջարեն դպրոցում որտեղ տարի երևի ինքը ամենասուս ճանաչված դպրոցներ այդ որ թվականին էր այդ մոտարապես ես եկա 84-85 ինչ հետաքրքիր արդեն տնօրենն էի Հիշում է տարա իրան այդ սենյակը ինչ հետաքրքիր շատ հուզիչ տեսարան էր երբ որ ինքը տեսավ արտակինը ճանաչեց բայց միջև այդ խազը չտեսավ որպես ապացույց եղավ արդեն ինքը իրան կորցրեց չէր կարող լաց եղավ սարսափելի կարող է ինքն էլ նվագել այդ գործիքի վրա դրա համար իր համար կարող սովորել ինչ Չարենցագետները կիմանան ես էլ չգիտեմ Հրաշալի է, շնորհակալ եմ, որ եկաք, որ ժամանակ տրամադրեցիք ու այս փոքր գոհարները պատմությունների մարդկանց էլ փոխանցեցինք։ Ակտիվ եղեք, լսեք մեզ Հանրային ռադիոյի armradio.am կայքում, դիտեք հաղորդումը, բաժանորդագրվեք երկրորդ շնչառության YouTube-ի ալիքին, փնտրեք մեզ TikTok-ում, Instagram-ում, Facebook-ում, գրեք ձեզ ուզող հարցերի մասին։ Մենք դրանց անպայման կանդրադառնանք հաջորդիվ։ Առողջ ու երկար կյանք եմ մաղթում։